Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը Աննա Հակոբյանը վերջին մի քանի օրերին մեկ տասնյակից ավել գրառում է արել Facebook-յան իր էջում, որոնցում մարդկանց անվանում է էշ, ոչիլ, ինտելեկտուալ ղզիկներ անդաստիարակ։ Քիչ առաջ վարչապետի կինը Facebook-յան իր էջում հերթական նմանատիպ գրառումն է արել։ Նայում եմ իմ վերջին գրառումների արձագանքները և իսկապես վատ եմ զգում։ Այ ես ձեր ցավը տանեմ, մի վախեցեք։ Ինչու եք վախենում, ինչից եք վախենում, ինչ ֆիզիկական հաշվեհարդար, ինչ քաղաքացիական պատերազմ, գրել է Հակոբյանը։ Դուք արդեն մի քանի տարի սրբապղծորեն հայհոյում եք ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ ու չգիտեմ ինչ, աննամուս կոլաժներ եք տարածում, երեխաներիս ծնունդն եք պղծում, ընդհանրապես լեզուների տակ ոսկոր չկա, ինչ ուզում եք ասում եք ձեր ինտելեկտի և դաստիարակության սահմաններում, ու ինչ, ոչինչ, բա հիմա ինչու եք վախենում։ Ընդամենը ձեզ հետ ձեր լեզվով եմ խոսում, պարզվեց դուք այդ լեզուն չեք հասկանում, ստիպված էի ձեզ հասկանալի լեզվին անցնել, այնպես որ մի վախեցեք իմ գրառումներից և ընդհանրապես ոչ մի բանից մի վախեցեք, պատերազմից վախենում եք, խաղաղությունից վախենում եք, թշնամուց վախենում եք, բարեկամից վախենում եք, ասված խոսքից վախենում եք, չասվածից վախենում եք, գրել է Աննա Հակոբյանը։ Վարչապետի կինը շարունակում է. գիտեք ինչու, որովհետև տգետ եք, որքան քիչ գիտելիք ունես, որքան նեղ է աշխարհայացքդ, որքան սահմանափակ աշխարհընկալումդ, այնքան ամեն ինչ վախենալու է թվում, նույնիսկ խոսքը, և միայն հիստերիկ վայնասունի մեջ եք ձեզ պաշտպանված և ապահով զգում, դրոշ-մրոշ վառելով էլ ձեզ ուժեղ զգում, ախր սրա համար եմ ասում կրթվելը նորաձև է, ինչևէ այսպես երկար չեմ շարունակի, ինչ-որ պահի կդադարեցնեմ, մինչ այդ սակայն ստիպված եմ ձեզ հասանելի բառապաշարով անդրադառնալ իմ մասին ձեր տարածած զառանցանքներին, առանձին, և հատկապես իմ հարստություն կուտակելու մասին ոմանց անբարո ֆանտազիաներին։ Դուք այնքան անուղեղ եք, որ այսքան ժամանակ մեկդ հարց չտվեց ինքն իրեն, բա լավ, որ էս ամեն ինչը ճիշտ է, ինչու է այդչափ հարստություն ունենալով հանդերձ վարչապետի տիկին լինելով հանդերձ աշխատավարձով աշխատում հիմնադրամում։ Իրականում ես անվերջ կարող էի հանդուրժել ձեզ, բայց սա անձնական հարց չէ, ստիպված եք կրթվել, պարտավոր եք կրթվել, նեխել եք ուղեղներդ, օդափոխել է պետք, իր գրառումը եզրափակել է Աննա Հակոբյանը։ Իսկ թե ինչու է Նիկոլ Փաշինյանի կինը ավելի բարի լինելու հորդորը մի կողմ դրելու անցել համարժեք պատասխանի մի քանի օր է ինչ համացանցի թոփ քննարկվող թեմաներից է։ Նշենք, որ կրթությունը նորաձև է արշավի գլխավոր գաղափարախոս Աննա Հակոբյանը օրեր առաջ գրել էր, որ մոտ 50 չարացած ու ագրեսիվ հայրենակից կա, որ տգիտության պատիվն են բարձր պահում, ասում են ինչ փչում է խելքներին, իսկ հազարավորներ աջակցում են իր գաղափարին։